Դե ինչ շարունակում ենք հաղորդումը խորհուրդ ծնողների էջով, իսկ մինչ թեմային անդրադառնալը հիշեցնեմ մեր այս հատվածի գործընկերներին։ Բելգիական Ontex ընկերությունը իր Canbebe ապրանքատեսակով բնական կոնցեպտով պատրաստված տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Ինչպես նաեւ մեր հաղորդման այս հատվածի գործընկերն է Tonus-less դեղագործական ընկերությունն իր Gummy King մանկական վիտամիններով։ Gummy King մանկական վիտամիններն արտադրված են Ամերիկայի Միացյալ Նահանգներում 100%-ով բնական են, ունեն մրգային համ եւ չեն պարունակում կոնսերվանտներ։ Այս վիտամիններն ամրապնդում են իմունային համակարգը, ապահովում ոսկրերի եւ մկանային աճն ու ամրությունը։ Gummy King-ը հարցրեք բոլոր դեղատներում։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այսօր ընտրել ենք մի թեմա, որը շատ կարևոր է իմանալ բոլոր ծնողներին, այն փոքրիկ նրբությունները, որոնք կարելի է հասկանալ, եթե ձեր երեխան բողոքում է գլխացավերից։ Շատերս կարծում ենք, որ դրա ներսում ինչ որ անհանգստացնող լուրջ հիվանդություններ են, շատերը կարծում են, որ դա զուտ հուզական է կամ հոգնածությունից է։ Այսօր մասնագետը կպարզաբանի, ինչպիսի գործոններ կարող են նաև ազդել գլխացավերի վրա։ Եվ այսօրվա իմ հյուրն է Լավանդա ակնաբուժական կենտրոնի Master Med բժշկական կենտրոնի ակնաբուժ Օֆելիա Սարգսյանը։ Ողջույն, Բժշկուհի Սարգսյան։ Եկեք այսօր խոսենք այն մասին, ինչքանով կապ ունի տեսողությունը, երեխայի ակնաբուժական խնդիրները եւ իհարկե գլխացավերի առաջացումը։ Չմոռանանք այն մասին, որ շատ դեպքերում, ինչպես նշեցի, գլխացավերը միշտ կապում ենք նյարդային հուզական վիճակների, բայց մոռանում ենք, որ դա կարող է նաեւ տեսողության պատճառով լինի։ Այն ինչպիսի հիմնական ախտանշաններ կամ գործոններ կան, որոնք կարող են հուշել, որ դա տեսողության պատճառով է երեխայի մոտ առաջացող գլխացավը։ Սիրով, շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, խոսենք շատ կարևոր թեմայի մասին, որ հաճախ է նկատվում երեխաների շրջանում եւ առաջնահերթ, չգիտես ինչու, ուղղվածությունը չի լինում հենց ակնաբուժական ստուգումներ, բայց իրականում շատ մեծ տոկոս դեպքերում գլխացավերի հիմնական պատճառը հենց լինում է տեսողական շեղումները։ Հատկապես մանկական տարիքում։ Այո, հատկապես մանկական տարիքում, որովհետեւ երեխան տարիքից անկախված կարող է չխոսել, գանգատ չնշել կամ չգիտակցել, որ դա որևէ գանգատի նշան է, այդ դեպքում խիստ կարևոր է ծնողների դերը։ Ինչ նշաններ կարող են լինել։ Երկարատև գրել կարդալուց, աչքերի լարվածություն, հոգնածություն, կարմրություն, երեխան խուսափում է դասերը պատրաստելուց, կարճ է ուզում զբաղվել այդ գործընթացով, հետ է մնում ուսումնական process-ից, որևէ վարքային փոփոխություններ է նշում։ Ի վերջո դպրոցում շատ հաճախ ուսուցիչները կարող են նշել հեռավորությունից վատ տեսողության պատճառով սխալ են արտագրում գրատախտակից եւ բազմաթիվ այլ։ Դրանցից որևէ մեկը նշելու դեպքում երեխայի կողմից, ուսուցչի կողմից կամ ուղղակի մայրը տանը նկատում է, պետք է դիմել մանկական ակնաբուժի խնդիրը պարզելու եւ տվյալ իրավիճակը շտկելու համար։ Շատ լավ, այսինքն ստացվում է, որ եթե երեխան օրինակ տնային առաջադրանքներն է անում, ուզգում է լարվածություն, գլխացավ, միգուցե վերակնակապճան շրջանում կամ ճակատային, եթե դադարի անել, գլխացավը հաջորդիվ ինքնուրույն կանցնի, սա էլ է այդ նշաններից մեկը։ Այո, շատ մեծ հավանականությամբ դադարեցնելով տեսողական լարվածությունը, անկախ դրանից դա տետրե գիրք է թե էկրան է, կարող է դադարել գլխացավը, տեսողական ուղղվածությամբ գլխացավերը առավել հաճախ, իհարկե մշտապես այդպես չի, բայց կարող են տեղակայվել ճակատային շրջանում, դա էլ նշան է, որ ցանկալի է դիմել ակնաբուժի։ Շատ լավ։ Այ ասեցիք էկրաններից, եկեք խոսենք նաև այն մասին, որովհետև դա կարծես թե սպայինելի պանդեմիա է եւ բոլորիս է սպառնում, բոլորիս երեխաներին ցավոք սրտի, ոչ միայն մեծահասակներ ունեն կախվածություն այսօր, այլ նաև փոքրիկները։ Արդյոք էկրաններից շատ օգտվել է, չարաշահումը, հեռուստացույցեր կամ հեռախոս շատ նայելը կարող է ազդել տեսողության վրա։ Այո, ամենահաճախ հանդիպող խնդիրն է, որ յուրաքանչյուր ծնող ինձ դիմելիս անպայման նշում է, որ ես եւս իմ կողմից արգել եմ, որ էկրանները հակացուցված են, չեն կարելի, բայց բոլորից հայտնի է, որ մեր երկիրը, մեր մոլորակը զարգանում է եւ ի վերջո գիտությունը զարգանում է էկրանների համակարգչի, ինտերնետի միջոցով։ Այո, եւ չեն կարող լիարժեք արգելել։ Ուղղակի կարող են որոշակի օրենքներ պահել, որոնք չազդեն տեսողական աչքի առողջության վրա եւ ի վերջո տեսողական խնդիրների դեպքում շտկված տեսողությամբ օգտվել նման էկրաններից, որոնք իրենց ի օգուտը բերեն, ոչ թե ի վնաս աշխատեն երեխայի տեսողությանը։ Այդ դեպքում առաջարկում 320-ների օրենքը
յուրաքանչյուր 20 րոպեն 20 վայրկյան նայել 20 մետր հեռավորության վրա։ Դա որոշակի չափով թույլատնում է տեսողական լարվածությունը, հանգստացնում է աչքի մկանը, առողջ դեպքերում բացառում ենք գլխացավերի առաջացումը։ Բայց եթե անգամ նման պարագայում պահպանելով այդ աչքի հիգիենայի կանոնները ունենք էլի գլխացավերի առկայություն, այդ դեպքում արդեն խիստ ցուցված է ակնաբուժի պարբերաբար ստուգումները։ Բժշկ Սարգսյան, որ դեպքում կարելի է կասկածել, որ դա ոչ թե ուղղակի հոգնածություն է, այլ միգուցե երեխան ակնաբուժական խնդիր ունի, արդյոք կան այլ նշաններ, բացի զուտ հոգնածությունը կամ գլխացավը։ Այո, իհարկե։ Օրինակ, կախված տարիքից, վաղ մանկական տարիքում խաղալիքներ օգտագործելիս երեխան եթե շատ է մոտեցնում դեմքին, անգամ եթե օգտվում է ինչ-որ ժամանակ էկրանից հեռախոսից, դա նույնպես շատ մոտ է պահում դեմքին, աչքերին, մոտենում է հեռուստացույցին, հաճախ տրորում է աչքը կամ կարող է մի աչքը փակել, մեկով նայել, իրեն այդպես հարմար լինի։ Գլխի հարկադրական դիրք ընդունել, ինչ որտեղ նայելիս հայացքը հարմարեցնել այնպես, որ տեսնի ճիշտ։ Այդ բոլորը մանր, բայց կարևոր նշաններ են, որոնց պետք է լուրջ վերաբերվել։ Ի վերջո երկու աչքը կարող է տրորել, մայրիկներին խորհուրդ կտամ շատ ուշադիր լինեն, նույնիսկ երբ որ երեխան դժվարանում է քայլել, քայլը ուշանում է, դա նույնպես կարող է հավանականություն լինել, որ կա աչքի տեսողական խնդիր, որով պայմանավորված երեխայի վարքագիծն է փոխվում։ Կարող է երեխան ավելի նյարդային լինել, անկառավարելի լինել։ Դա նույնպես նշան է, որ ցանկալի է անցնել ակնաբուժական, իհարկե նաև նյարդաբանական հետազոտություն, երկուսը համատեղ ավելի ճիշտ կլինի, բայց ակնաբուժական հետազոտություն նույնպես ցանկալի է եւ պարտադիր է նման դեպքում։ Լիովին համամիտ եմ այդ նյարդային լինելու հետ, որտեղ իրոք կարող երեխան փոքրիկ բաներում վրիպի, սխալներ թույլ տա եւ դա իրեն ավելի շատ այսպես անօգնական եւ հուսահատ։ Այո, եւ նույնիսկ չգիտակցի, որ խնդիրն ինչումն է, որովհետեւ կան խնդիրներ, որ բնածին են, որ երեխան չգիտի ինչպիսին է լավը եւ նորմալ, որ համեմատի եւ մայրիկին, հայրիկին տանը նշի, որ ես ունեմ տեսողական խնդիր, շատ հաճախ զարմանում են, վայ, իմ երեխան չի ասել, որ ես վատ եմ տեսնում։ Դե որովհետեւ ծնվել է այդպես, այդպիսի կառուցվածք ունի աչքը, տեսնում է այդպես, երբեք չունի համեմատության եզրահ, երբ որ նշանակում ենք ակնոց, շտկում ենք, լավացնում ենք տեսողությունը, երեխան չի հանում ակնոցը, զարմանում են ծնողները, գալիս են փոքրիկ երեխաներ, նշանակում եմ ակնոցները, ասում են չի դնենք, իմ երեխան ակնոցը չի գրի, հաջորդ այցին ասում են չի հանում ակնոցը, այնքան լավ է իրան պես։ Այո։ Տեսեք, շատ հաճախ մենք կապում ենք տեսողության վատացումը առաջին հերթին միանգամից հեռախոսների, էկրանների, գadgetների հետ, բայց շատ կարևոր է նաև մեր հեռուստադիտողների համար հնչեցնել, ինչպիսի եւս գործոններ կան, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը հատկապես մանկական տարիքում եւ իհարկե ինչպիսի օրինակ սովորություններ, եթե սննդային վարքագիծը միգուցե խաղալը, ծանրաբեռնվածությունը կամ սպորտը ինչպես կարող են ազդել, եթե ընդհանուր կարող եք այս հարցին սպառիչ պատասխանել, խնդրեմ։ Ընդհանրապես շատ մեծ դեր ունի ժառանգականությունը ընտանեկան, ոչ միայն ծնողների, որտեղ մենք ունենք գենետիկա, պարտադիր չի հայրը մայրը ունենան խնդիր, որ երեխան ժառանգի տվյալ հիվանդությունը։ Ժառանգականություն ունենալու, հատկապես եթե հենց մայրն ու հայրը ունեն խնդիր, երեխան պարբերաբար պիտի ստուգվի, որտեղ եթե գենով կա օրինակ կարճատեսություն, դա կարող է դրսևորվել որոշակի տարիքում, այսինքն կախված երեխայի այդ պահի տեսողական լարվածությունից։ Պարտադիր չի ծնվի երեխան կարճատես, որ երեխան 7-8 տարեկանում ախտորոշվում է կարճատեսություն, ծնողը զարմանում է, դա սա ձեռքբերովի է, դպրոցում առաջացավ շատ հեռախոս նայես, դրանից առաջացավ, իրականում ոչ, դա գենետիկորեն նախատրամադրված խնդիր է, որը որոշակի արտաքին միջավայրի ոչ բարենպաստ պայմաններում դրսևորվել է, օրինակ տվյալ տարիքում, որը հիշեցնենք, որ կառավարելի գործոն չէ, անցնենք առաջ։ Այո, սննդային հետ կապված ճիշտ վարքագիծը պետք է օգտագործել առողջ սնունդ, վիտամիններ պարունակող սպիտակուցներ, որ մեր աչքի սպիտապատյանը լինի ամուր երեխայի դեպքում, հատկապես որտեղ զարգանում է աչքը, մեծանում է, ոնց որ ցանկացած օրգան, ակնագունդը նույնպես մեծանում է։ Եթե ակնագունդը չափից ավել է մեծանում, ձգվում, այո, այդտեղ արդեն գործ ունենք կարճատեսության հետ, սովորաբար կարճատես աչքը իրենից ներկայացնում է նորմայից ավելի մեծ աչք։ Բանջարեղեն, մրգեր, միս իհարկե, որ էլի սպիտակուցների աղբյուր է։ Այո։ Եվ իհարկե շատ կարևոր է դրսում անցկացրած ժամանակը, մաքուր օդը, որը ընդմիջում է էկրանները, դասերը եւ երեխային ավելի դրական էմոցիաներ ապարգևում։ Այո։ Եվ այդ անսահմանության մեջ հայացքը ուղում է անկախ իր կամքից։ Կարծեն ակամա նաև խորհուրդները տվեցիք, ինչպես կանխարգել էլ, եկեք նաև խոսենք մինչև ամփոփումը, կան արդյոք կանխարգելիչ տեստեր, միգուցե տարեկան զննումներ, ինչպես դուք ասեցիք, որ պարտադիր ծնողները նույնիսկ խնդիր չունեցող բողոք չներկայացնող երեխային պարտավոր են մոտեցնել, բերել այցի ակնաբուժի հետ գոնե ծանոթացնելու։ Այո։
Տարեկան ստուգումները պարտադիր են, իհարկե, անկախ գանգատների առկայությունից։ Կարելի է պարտադիր ստուգել երեխային նախադպրոցական տարիքում, եթե չկա գանգատ, կամ արդեն իսկ հետազոտված երեխային պարբերաբար տարին մեկ անգամ գանգատների բացակայության դեպքում, դե իսկ եթե կա գանգատ, արդեն տվյալ պահին հետազոտում ենք, ախտորոշված խնդիրների դեպքում ցանկացած տեսողական խնդիր հետազոտվում է յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն է Լավանդա բժշկական կենտրոնի ակնաբուժ Օֆելիա Սարգսյանը եւ խոսեցինք մանկական տարիքում ակնաբուժական խնդիրներից եւ իհարկե տեսողական խնդիրների կանխարգելումից։ Հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերներն են բելգիական Ontex ընկերությունը իր Քանբեբե ապրանքատեսակով, Քանբեբե տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Ինչպես նաև այս հատվածի գործընկերն է Tonus Less տեղագործական ընկերությունն իր Gummy King մանկական վիտամիններով։ Gummy King մանկական վիտամիններն արտադրված են Ամերիկայի Միացյալ Նահանգներում 100%-ով բնական են, ունեն մրգային համ եւ չեն պարունակում կոնսերվանտներ։ Այս վիտամիններն ամրապնդում են իմունային համակարգը, նպաստում են ոսկրերի եւ մկանների բնականon եւ առողջ աճին։ Կարող եք հարցնել բոլոր դեղատներում։ Այս պահին այսքանը, տեղափոխվենք առաջ։